Տավուշը գտնվում է Հայաստանի արևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ Հին ժամանակներում կոչվել է Տավուշ կամ Թավուշ, որը շարունակել է փափուկ կամ նոր, նաև Տավշյա, որը շարունակել է Թավշյա լեռնային բուսականության համար։ 16-րդ դարում, երբ ավստրալիացի գիտնականը եկել էր այստեղ փորձեր անելու, նա իր խմբին ասաց, թե որ գտնվում է Շվեյցարիայում, հենց այդտեղից էլ ծագեց հայկական Շվեյցարիա անվանումը, որ մինչ օրս էլ օգտագործվում է։ Տավուշը Հայաստանի ամենաանտառածած մարզն է, եւ բնության այս մեծարանքի մեջ ներդաշնակորեն տեղավորվեցին հայկական ճարտարապետական գոհարները, գաղտնիքներով պատված վանքերն ու ամրոցները, ղազախի, մակարավանքի, գուշավանքի քարե պատերը, որոնք կարծես հիշված են բնության շնչից։ Մարդու աչքը այստեղի բնությունից չի կարողանում հագենալ, եւ մարդն ու բնությունն ապրել են կողք կողքի եւ ստեղծել ներդաշնակ մի պատկեր, վառ, խորհուրդ ու անմոռանալի։ Տավուշի զբոսաշրջային կենտրոններից է Հաղարծինը։ Այն իր անունը ստացել է, երբ ոտում էին եկեղեցին եւ երկու արծիվ գմբեթի վրա խաղ էին անում, իրենց բարբառով էլ Հաղարծվի, որն էլ վերանվանվեց Հաղարծնի։ Գոշավանք, որը վերանվանվել է իր կյանքի վերջի տարիները այնտեղ հասկացած եւ մահացած Մխիթար Գոշի անունով։